Ա, Ուրեմն հավանականությունների տեսության դասընթացի առաջին դասախոսությունն է ողջույն բոլորին։ Ա, Ուրեմն նախ շատ կարճ թե ինչ ենք անելու այս դասընթացի ընթացքում։ Ուրեմն մենք ունենք երկու նպատակ։ Առաջինը, որ հասկանանք, թե ինչպես են կառուցվում հավանականային մոդելներ, ուրեմն հավանականային մոդելների կառուցումը։ Այսինքն ունենք ինչ-որ խնդիր, ինչ-որ բան ենք ուզում հասկանալ, ոնց ենք կառուցում այդ մոդելը, ոնց խնդիրը բերել հավանականությունների տեսության ինչ-որ թեկուզ պարզ, բայց ինչ-որ հավանականությունների տեսության խնդրի։ Հավանականային մոդելների կառուցումը։ Եվ երկրորդը, այդ ստացված մոդելների համար ոնց են կիրառում պարզ մաթեմատիկական մեթոդները ուսումնասիրության համար։ Մաթեմատիկական մեթոդների կիրառումը։ Ուրեմն այսօր ուսումնասիրենք ըստ էության 2 կամ 3 շատ պարզ խնդիրներ։ Չեմ բացառում, որ ձեզնից մեծ մասը սրանց ծանոթ է, բայց բոլոր դեպքերում դրանք ուսումնասիրենք։ Ուրեմն առաջինը տեղափոխություններն են։ Ուրեմն հարցը հետևյալն է. ունենք, ասենք, 5 տարբեր գույնի գնդակ, ասենք ես նույն գույնով կնկարեմ, բայց պատկերացրեք տարբեր գույնի գնդակներ են։ Այս 5 գնդակը ուզում ենք տեղավորենք 5 արկղի մեջ, ամեն մի արկղի մեջ ուղիղ մի գնդակ։ Հարցը հետևյալն է, թե քանի տարբեր եղանակով կարող ենք այս բանը անել։ Քանի տարբեր եղանակով 5 տարբեր գնդակ, ասենք տարբեր գույների, ասենք ես մեկը թողնի կարմիր, կապույտ, կանաչ եւ այլն, ոնց կարող ենք այս գնդակները տեղադրենք 5 տարբեր արկղի մեջ։ Պարզվոր տարբերակները շատ են, բայց մեզ հետաքրքրում է կոնկրետ թիվը, թե որն է կոնկրետ այն թիվը, որը մեզ տալիս է այս խնդրի պատասխանը։ Ուրեմն ոնց կարող ենք անել, եկեք սկսենք ավելի պարզ խնդրից։ Ընդհանրապես միշտ ճիշտ է սկսել ամենապարզ, թեկուզ տրվիալ դեպքերից, ընդհանրապես խնդիրը հասկանալու համար։ Պատկերացնենք, որ ունենք մի գնդակ, ուրեմն առաջի դեպքն է, ունենք մի գնդակ, ուզում ենք տեղավորենք մի արկղի մեջ։ Դեստեղ ասելու բան չկա, պարզի որ պատասխանը 1 է։ Երկրորդ դեպքը, ունենք երկու գնդակ, տարբեր գնդակներ են, այսինքն տարբեր գույների են, եկեք այս անգամ տարբեր գույներով նկարեմ, ուրեմն այս մեկը կարմիր է, այս մյուսը կապույտ։ Ունենք երկու տարբեր արկղ, սրանք էլ համարակալ ենք 1, 2։ Ոնց կարող ենք տեղադրվել, պարզը որ ունենք ընդամենը երկու տարբերակ, առաջինի մեջ կարմիր, երկրորդի մեջ կապույտ կամ հակառակը։ Ուրեմն առաջինի մեջ կարմիր, եկեք արկղերը չնկարենք, պարզապես դնում եմ իրար կողք, առաջինի մեջ կարմիր, երկրորդը կապույտ, կամ երկրորդի մեջ կարմիր, առաջինի մեջ կապույտ։ Այսինքն ստեղ պատասխանը ակնհայտորեն 2 է։ Երրորդ դեպքը նայում ենք 3 գնդակ։ Ունենք 3 գնդակ, կարմիր, կապույտ եւ կանաչ։ Ունենք 3 արկղ, արկղների այլևս չեմ նկարում, ուրեմն ինչ տարբերակներ կարող ենք անել։ Առաջի արկղի մեջ պետք է ընտրենք այս գնդակներից որևէ մեկը, ասենք կարմիրը։ Այս կարմիրը, որ ընտրեցինք, մեզ ինչ է մնում։ Մեզ մնում է ընդամենը 2 գնդակ մնացած 2 արկղի համար։ Բայց եթե արդեն մենք գիտենք, որ այդ կարող ենք տեղավորել երկու տարբեր ձևերով։ Նախորդ քայլին մենք հասկացել ենք, որ մենք այդ կարող ենք տեղավորել երկու տարբեր ձևերով։ Այսինքն ինչ պետք է անենք։ Այս կապույտի եւ կանաչը սկզբից մի հատ կանաչ, հետո մի հատ կապույտ, կամ սկզբից կապույտ, չէ, սկզբից կապույտ, հետո կանաչ, կամ սկզբից կանաչ, հետո կապույտ։ Այսինքն եթե մենք առաջի արկղի մեջ տեղադրեցինք կարմիր գնդակը,
մեզ մնում է երկու տարբերակ։ Բայց առաջի արկղի մեջ մենք ունեինք 3 հնարավորություն։ Առաջի արկղի մեջ կարող ենք տեղավորել կարմիրը, կապույտը եւ կանաչը։ Ու այդ յուրաքանչյուր ընտրության համար մենք կունենանք երկու տարբերակ։ Այսինքն առաջի արկղի մեջ մենք ունենք 3 տարբերակ, առաջի արկղի մեջ մենք ունենք 3 տարբերակ ու յուրաքանչյուր տարբերակի համար առաջի արկղի մեջ մենք ունենք տեղավորելու երկու հնարավորություն մնացած գնդակները, այսինքն էս լինում է 6։ Եկեք նայենք նաև 4 գնդակի դեպքում ինչ է, ու հետո մենք արդեն կարողանանք գալ եզրակացության, թե որն է այս խնդրի պատասխանը։ Ուրեմն եթե ունենք 4 գնդակ, ասենք կարմիր, կապույտ, կանաչ ու ասենք դեղին, ինչ է տեղի ունենում։ Առաջինի մեջ տեղավորում ենք գնդակներից մեկը, ասենք կարմիրը, հետո մեզ մնում է 3 գնդակ 3 արկղի համար, բայց ես գիտենք, որ ունենք 6 տարբերակ։ Նախորդ քայլին մենք հասկացել ենք, որ 3 գնդակը 3 արկղի մեջ մենք կարող ենք տեղավորել 6 տարբեր ձևերով։ Այսինքն առաջի արկղի յուրաքանչյուր ընտրության համար, իսկ մենք ունենք 4 ընտրություն, մենք ունենք 6 տարբերակ մնացած 3 գնդակների համար։ Այսինքն այս դեպքում առաջի արկղում մենք ունենք 4 տարբերակ, յուրաքանչյուր տարբերակի համար մենք ունենք 3 հնարավորություն մնացած գնդակների համար, այս ստացվում է 24։ Այսինքն այս արձագույն դատողություններից մենք կարող ենք հասկանում ենք, որ ոչ միայն մենք կարող ենք այս 5 գնդակը 5 արկղի համար տեղավորելու խնդիրը լուծել, այլ մենք կարող ենք լուծել ընդհանուր դեպքը։ Ուրեմն այս մեր կլինի առաջի թեորեմը, որ ասում է հետևյալը, որ n տարբեր գնդակներ, ուրեմն ցանկացած ուրեմն այս նշանը նշանակում է ցանկացած n ամբողջ թվի համար n տարբեր գնդակներ, այսինքն օրինակ 5 տարբեր գնդակներ n արկղերում կարելի է բաշխել, էլ չեմ նշում, որ յուրաքանչյուր արկղում պետք է լինի մի գնդակ, ուրեմն n տարբեր գնդակներ n արկղերում կարելի է բաշխել n ֆակտորիալ, ինչ է նշանակում n ֆակտորիալ, այդ նշանակում է բոլոր թվերի արտադրյալը 1-ից, բոլոր ամբողջ թվերի արտադրյալը 1-ից մինչև n եղանակով։ Մենք եկեք մի հատ նորից հասկանանք ինչ է ասում այս թեորեմը։ Մենք ունենք n ամբողջ թիվ, բնական թիվ, 1-ից մեծ ամբողջ թիվ, այսինքն բնական թիվ։ Թեորեմը ասում է հետևյալը, որ եթե ես ունեմ n տարբեր գույնի գնդակներ, օրինակ 5 տարբեր գույնի գնդակ, ապա 5 արկղում կարելի է բաշխել 5 ֆակտորիալ տարբեր եղանակով։ 5 ֆակտորիալը այդ 1 անգամ 2 մինչև 5 թվերի արտադրյալն է։ Եթե 5 չի n է, ուրեմն n տարբեր գնդակներ n արկղերում կարելի է բաշխել n ֆակտորիալ եղանակով։ Ուրեմն այս մեր դատողությունները ձևակերպումից առաջ մեզ հնարավորություն են տալիս ոչ միայն գլխի ընկնել, թե որն է պատասխանը, այսինքն պատասխանը ասում էր, որ յուրաքանչյուր հաջորդ քայլին նախորդ թիվը բազմապատկվում է այդ քայլի համարով։ Այսինքն եթե 4 քայլ արել ենք, 5-րդը գտնելու համար 5-ը պետք է բազմապատկենք 4-ին համապատասխանող թվով, որը 24 էր։ Ուրեմն այս հնարավորություն է տալիս ոչ միայն ձևակերպել մեր ենթադրությունը, թեորեմը, այսինքն մեր պնդումը,
այլև հնարավորություն է տալիս ապացուցելու համար, ը, հնարավոր է տալիս ապացուցել ու նրանք, ովքեր ծանոթ են մաթեմատիկական ինդուկցիային, միանգամից կասեն, որ կարելի է ապացուցել մաթեմատիկական ինդուկցիայով։ Հիմա ես չեմ ենթադրում, որ բոլորը ծանոթ են, դրա համար արագ փորձենք կամ լավ տիրապետում են, դրա համար արագ փորձենք ապացուցել այս թեորեմը։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն mēs ապացուցելու ենք մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդով։ Ուրեմն ինչ է ասում մաթեմատիկական ինդուկցիան։ Ուրեմն դիցուք ունենք ինչ որ պնդում, ասենք P, որը կախված է n-ից։ Այսինքն այս P-ը մեր դեպքում ասում է, որ ցանկացած n ամբողջ թվի համար n տարբեր գնդակներ n արկղերում կարելի է բաշխել n ֆակտորիալ եղանակով։ Այսինքն ցանկացած պնդում, որը կախված է ինչ որ որը կախված է բնական թվից 1, 2, 3 եւ այլն։ Հիմա, եթե մենք կարողանում ենք անել հետեւյալը, ուրեմն ենթադրենք, թե մենք արել ենք հետեւյալը, ստուգել ենք, որ P1-ը ճիշտ է։ Այսինքն մեր պնդումը ճիշտ է, երբ n-ը հավասար է 1-ի։ Ուրեմն mēs ենթադրում ենք, որ սա ստուգել ենք։ Ենթադրում ենք նաև, որ եթե ճիշտ է P կամ, ուրեմն այստեղ եկեք գրեմ, որ ցանկացած k-ի համար, եթե ճիշտ է P կամ, ապա նաև ճիշտ է P k գումարած 1-ը։ Մաթեմատիկական ինդուկցիան ասում է, եթե մենք կարողացանք մեր այս պնդման համար ստուգել հետևյալ երկու փաստը, որ եթե ճիշտ է P1, ճիշտ է P1-ը, եթե չկա, ճիշտ է P1-ը, երկրորդը ասում է ֆիքսեցինք ցանկացած k բնական թիվ ու ենթադրեցինք, որ P-կան ճիշտ է, ապա ճիշտ է նաև P գումարած 1-ը։ Ուրեմն եթե մենք այս երկու պնդումը կարողացանք ապահովել, ճիշտ է P1-ը, եթե ճիշտ է P-կան, ապա ճիշտ է P գումարած 1-ը, ապա այս երկուսից կարող ենք եզրակացնել, որ ցանկացած n-ի համար P-ը ճիշտ է։ Մեծ է մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդը։ Ունենք պնդում, անում ենք հետևյալ երկու գործողությունը։ Ստուգում ենք մեր պնդումը n-ը հավասար է 1-ի համար, ենթադրում ենք, որ մեր պնդումը ճիշտ է n-ը հավասար է k-ի դեպքում, դրանից եզրակացնում ենք, որ ճիշտ է ճիշտ է պնդումը n հավասար է k գումարած 1-ի համար։ Այսինքն ենթադրում ենք սա, ապացուցում ենք սա։ Եթե այս երկուսը ապացուցեցինք, ապա մեր պնդումը ճիշտ է ցանկացած n-ի համար։ Ուրեմն այս շատ հեշտ է հասկանալ, թե ինչի է ճիշտ, որտեղ եթե ճիշտ է P1-ը, ուրեմն եթե P1-ը ապացուցել ենք, երկրորդից կան հավասար է 1-ով, ստանում ենք, որ ճիշտ է P2-ը, որտեղ P1-ը ճիշտ է, հետեւաբար ճիշտ է P2-ը։ Քանի որ ճիշտ է P2-ը, ճիշտ է P3-ը եւ այլն։ Այսինքն այս համարյա ակնհայտ է, որ մաթեմատիկական ինդուկցիան տալիս է ճիշտ արդյունք։ Այսինքն մենք ես չենք քննարկի, մենք պարզապես կընդունենք, որ սա ճիշտ է։ Հիմա մեր թեորեմի համար ինչ պետք է անենք։ Պետք է վերցնենք նախ n-ը հավասար է 1։ Այդ դեպքում ապացուցելու բան չկա, մի գնդակը մի արկղում կարելի է տեղավորել 1 եղանակով։ Հիմա վերցնում ենք, ասում ենք, որ ենթադրենք, որ n հավասար է k-ի համար ճիշտ է։ Ու նայում ենք, թե ինչ է տեղի ունենում n հավասար է k + 1-ի համար։ Բայց տեղի ունենում n, ինչ որ մենք հասկացանք ապացույցից առաջ։ Մենք ունենք k + 1 գնդակ, տարբեր գույների։ Շարունակվում են ու ասենք վերջի գնդակն է սա։ Այս k + 1 գնդակից վերցնում ենք ցանկացածը։ Բայց ցանկացած կարող ենք վերցնել k գումարած 1 եղանակով ու տեղավորում ենք առաջի արկղի մեջ։ Մեզ մնաց k գնդակ, մնացած k արկղի մեջ։ Ուրեմն մնաց, նայեք կարմիրով գրեմ, որ հասկանանք, որ առաջի արկղի մեջ կարմիր գնդակ է։
մնաց k գնդակ k արկղի համար։ Դե եթե մնաց k գնդակ k արկղի համար, մենք գիտենք, որ PK ճիշտ է, ենթադրել ենք, որ PK-ն ճիշտ է, այսինքն ունենք k ֆակտորիալ տարբերակ։ Ունենք k ֆակտորիալ տարբերակ։ Բայց առաջի արկղի համար քանի տարբերակ ունենք։ Մենք ունենք k գումարած 1 գնդակ, պետք է սրանցից մեկը ընտրենք, տեղադրենք առաջի արկղի մեջ։ Այսինքն ընդհանուր ունենք առաջի արկղի համար k գումարած 1 տարբերակ եւ յուրաքանչյուր ընտրված գնդակի համար, առաջի արկղի համար, մենք ունենք, ինչպես ասացինք, k ֆակտորիալ տարբերակ։ Սա էլ հավասար է k գումարած 1 ֆակտորիալի։ Այսինքն մենք ստուգեցինք մեր պնդումը n հավասար է 1-ի համար, ենթադրեցինք, որ մեր պնդումը ճիշտ է n հավասար է k-ի համար եւ ապացուցեցինք, որ ճիշտ է n հավասար է k գումարած 1-ի համար։ Մաթեմատիկայի ինդուկցիայի սկզբունքի համաձայն մենք ապացուցեցինք մեր թեորեմը։ Ուրեմն չնայած, ուրեմն սրանով ապացույցն ավարտվում է։ Ուրեմն չնայած ցանկացած մարդու, եթե ցանկացած մարդու այսքանը հասկացել է, կասի դե տեղ ինչ կա ապացուցելու, պարզ է որ կլինի ամեն անգամ n-ով ենք բազմապատկում, ստանում ենք պատասխանը։ Բայց եթե մենք ուզում ենք ամեն ինչ հիմնավորենք մաթեմատիկական խստությամբ, ապա այս ապացույցը, որը պարզապես մեր այս ինտուիտիվ ապացույցի մաթեմատիկական ֆորմալիզացիան է, անհրաժեշտ է անել, որ ավելի բարդ դեպքերում մենք հաստատ համոզված լինենք, որ այն ինչ որ ասում ենք ճիշտ է։ Այսինքն, այս շատ պարզ խնդիր էր, մենք կարողացանք հեշտությամբ գտնել պատասխանը, ընդհանրապես փորձելով ամենապարզից սկսելով հասկացանք ինչ է տեղի ունենում ամեն քայլին, գտանք մեր պատասխանը։ Ավելի բարդ խնդիրներում ավելի դժվար է լինելու, այսպես միանգամից չենք կարողանա գտնել։ Դրա համար պետք է ինդուկցիան հասկանանք ամենապարզ դեպքերում, որ հետո կարողանանք կիրառել ավելի բարդ դեպքերում, հաստատ համոզված լինել, որ մեր գտած պատասխանը ճիշտ է։ Եվս մի բան ասեմ սրա մասին, ուրեմն այս ֆունկցիան, որը n-ին համապատասխանության մեջ է դնում n ֆակտորիալը, ինքը շատ արագ է աճում։ Օրինակ n հավասար է 5-ի դեպքում արդեն լինում է 120։ Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ձևով է աճում, ես հիմա կտամ առանց որևէ ապացույցի Ստերլինգի բանաձևը։ Սրա մասին հետո կխոսենք։ Ստերլինգի բանաձևը ասում է հետևյալը, որ n ֆակտորիալը, այսինքն s ֆունկցիան, պահում է իրան այնպես, ինչպես հետևյալ ֆունկցիան, ուրեմն n-ը բաժանած y-ի, հիմա կասեմ y-ով է, այս ամբողջի n գումարած 1 աստիճան, քառակուսի արմատ 2π n։ Ուրեմն այստեղ երկու հատ թիվ կա n եւ n-ը, ու մի հատ էլ նշան։ Ուրեմն մի հատ թիվ ստեղ կա, մի հատ թիվ ստեղ կա, ու մի հատ նշան էլ ստեղ կա, հիմա ով է։ Ուրեմն n թիվը, չասենք թե որտեղից է գալիս, իրացիոնալ թիվ է, իր արժեքը մոտավորապես հավասար է 2.71։ Π-ն էլ է թիվ, Π-ն այդ շրջանակցի երկարությունն է, շրջանակցի երկարության եւ տրամագծի քանորդն է, S էլ է հայտնի ինչքան է, ինքն է իրացիոնալ, ինքը մոտավորապես 3.14 է, այսինքն կոնկրետ հաշվարկներում կարող ենք S վերցնենք։ Ես չգիտեմ ինչի գրեցի n գումարած 1, պարզապես n, n-ը բաժանած y-ի n աստիճան անգամ 2πn, մնաց հասկանանք, թե ինչ է նշանակում այս նշանը։ Այս նշանը նշանակում է հետևյալը, որ եթե վերցնենք այս երկու մեծությունները բաժանենք միմյանց վրա, այսինքն n ֆակտորիալը բաժանենք n-ը բաժանած y-ի n աստիճան քառակուսի արմատ 2πn-ի վրա, ապա այս ամեն ինչը կմոտենա 1-ին, երբ n-ը շատ-շատ մեծ լինի։
Նրանք, ովքեր ծանոթ են սահմանի հասկացությանը, այս երկու մեծությունների քանորդը ձգտում է մեկի, երբ n-ը ձգտում է անսահմանության։ Այսինքն սրա սահմանը, երբ n-ը ձգտում է անսահմանության, հավասար է 1-ի։ Այսինքն այս ֆունկցիան աճում է որպես n-ի n աստիճան։ Ասենք պատկերացրեք 10-ի 10 աստիճան, այդ արդեն ինչքան է ստացվում 1 միլիարդ։ 1 միլիարդից ավել 10 միլիարդ։ Ուրեմն լավ, սրա մասին հետո խոսենք։ Ուրեմն մի հատ հասկանանք, թե ինչ արեցինք։ Մենք լուծեցինք շատ պարզ մաթեմատիկական խնդիր, թե ինչպես կարելի է n գնդակը բաշխել n արկղերում։ Հիմա ո՞րն է սրա կապը հավանականության հետ։ Ուրեմն նայենք հետևյալ խնդիրը։ Ուրեմն խնդիր Ասենք խնդիրը հատուկ չեմ ձևակերպում խիստ ձևով, որովհետև խնդրի լուծման մեջ մաս է կազմելու նաև սրա մաթեմատիկական ֆորմալ ձևակերպումը։ Մենք պատկերացրենք ունենք ինչ-որ արկղ ու սրա մեջ դրված է 5 տառ, հետևյալ 5 տառերը, կարակ բարի տառերը։ Այսինքն կա մի հատ Կ, երկու հատ A, մի հատ R եւ մի հատ էլ G։ Ուրեմն առանց նայելու արկղի մեջ մենք հանում ենք տառերը հեշտով ու ինչ երթականությամբ որ հանել ենք, շարում ենք իրար կողք։ Այսինքն եթե առաջինը օրինակ հանեցինք A-ն, երկրորդը հանեցինք R-ն, երրորդը հանեցինք մյուս A-ն, չորրորդը հանեցինք, որը մնաց K-ն եւ հինգերորդը հանեցինք G-ն, ապա մենք կստանանք ARAKG բառը։ Հիմա հարցը հետևյալն է։ Ուրեմն հարց. Ինչ հավանականությամբ կստացվի կարակ բառը։ Ստեղ մի բառ կա, հավանականություն բառն է։ Մենք չգիտենք ինչ է հավանականությունը, մենք ուզում ենք հաշվենք ինչ որ մի պատահույթի, ինչ որ մի դեպքի հավանականությունը։ Այսինքն խնդրի լուծման մաս է կազմում նաև թե ինչ է, ընդհանրապես ինչ նկատի ունենք հավանականություն ասելով։ Ուրեմն կոնկրետ այս խնդրում, այդ միշտ չի ճիշտ, բայց կոնկրետ այս խնդրում մենք ունենք ինչ որ գործողության նկարագրություն, այսինքն ձեռքը մտցնում ենք, աչքերը փակ մտցնում ենք տոպրակի մեջ ու հանում ենք մնացած տառերից որևէ մեկը։ Շատ տարբերակներ կարող են ստացվել, բայց մի քիչ որ մտածում ենք այս խնդրի մասին, մենք հասկանում ենք, որ իրականում սա մոտավորապես այն խնդիրն է, ինչի մասին մենք խոսեցինք։ Մի բան մոռացա ասել, այս նախորդ քննարկման ժամանակ, թե ինչի որտեղից է գալիս այս տեղափոխություն բառը։ Տեղափոխություն բառը գալիս է այնտեղից, որ իրականում մենք կարիք չունենք խոսելու գնդակների եւ արկղերի մասին։ Մենք կարող ենք ասել, որ ունենք n հատ, ասենք 5 հատ ինչ որ առարկա, ասենք եկեք համարակալենք 1 2 3 4 5 ու այս 5 առարկան մենք ուզում ենք բաշխել 5 արկղի մեջ, որոնք էլի համարակալված են։ Այս խնդիրը մենք կարող ենք ասել հետևյալ ձևով. քանի եղանակով այս 5 թիվը կարող ենք ուրիշ հերթականությամբ տեղավորել։ Ուրիշ հերթականությամբ գրել։ Ասենք 5 3 1 2 4։ Այսինքն բաշխել 5 գնդակը 5 արկղի մեջ, այդ նույն բանն է, որ այս 5 թիվը գրել ուրիշ հերթականությամբ։ Կամ նույն բանն է, որ դիտարկենք ինչ-որ ֆունկցիա, որը փոխմիարժեք
արտապատկերում է այս բազմությունը իր վրա։ Այսինքն յուրաքանչյուր տարր գնում է ուղիղ մի տարի եւ յուրաքանչյուր տարի վրա գնում է ուղիղ մի տար։ Լավ, սրա մասին եթե ծանոթ չեք կարող ենք մոռանալ, եկեք կենտրոնանանք սրա վրա, որ մենք ունենք 5 թիվ, այս 5 թիվը մենք ուզում ենք գրել ուրիշ հերթականությամբ։ Քանի եղանակ կա, եղանակները բարձր, պատասխանը արդեն գիտենք, կա 5 ֆակտորիալ եղանակ։ Հիմա վերադառնանք ես մեր խնդրին, ուրեմն մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ հավանականությամբ է ստացվելու կարագ բառը։ Հիմա ո՞նց են կազմում մեր հավանականային մոդելը։ Ուրեմն լուծում։ Ուրեմն առաջինը մենք նկարագրում ենք բոլոր հնարավոր տարբերակները։ Նկարագրել բոլոր տարբերակները։ Բոլոր տարբերակները նկարագրելուց հետո ուրեմն հնարավոր տարբերակներին մենք ավելի ուշ կտանք ավելի մաթեմատիկական անուն, ասենք տարական պատահույթներ, բայց հիմա եկեք կենցաղային լեզվով խոսանք բոլոր տարբերակները։ Ուրեմն բոլոր տարբերակները նկարագրելուց հետո յուրաքանչյուր տարբերակին տալ ինչ որ հավանականություն։ Յուրաքանչյուր տարբերակին տալ հավանականություն։ Ինչ նկատի ունեմ հավանականություն ասելով։ Հավանականություն ասելով նկատի ունեմ ինչ որ թիվ, ասենք ինչ որ p թիվ, որը փոքր է 1-ից եւ մեծ է 0-ից։ Հիմա կոնկրետ այս մոդելում, որ մենք ունենք 5 տառ, ուզում ենք վերցնել ինչ որ հերթականությամբ, մենք արդեն գիտենք, որ եթե ուշադրություն չդարձնենք, թե որը որ տառն է, այսինքն իրանց պարզապես համարակալենք, այս պատկերացրենք ունենք, չգիտեմ, գնդակներ, ամեն գնդակի վրա մի տառ է գրված, ունենք 5 գնդակ, հետեւաբար իրանց ինչ որ հերթականությամբ վերցնելու բոլոր հնարավոր տարբերակների թիվը հավասար է 5 ֆակտորիալի։ Ուրեմն ունենք 5 ֆակտորիալ տարբերակ։ Ուրեմն կա ունենք գնդակները հանելու 5 ֆակտորիալ տարբերակ։ Հինգ ֆակտորիալ տարբերակ։ Ներողություն կարող եք Այո։ waiting room-ում մարդկանց խոսք։ Մի վարքյան։ Շատ լավ։ Ուրեմն վերադառնանք այս խնդրին, ունենք գնդակները հանելու 5 ֆակտորիալ տարբերակ։ Ուրեմն յուրաքանչյուր տարբերակին, ուրեմն մի բան կա, այս բոլոր տարբերակները, որ նկարագրում ենք, ու ամեն մեկին տալիս ենք հավանականություն, ընդամենը մի պայման կա, որ հավանականությունների գումարը պետք է լինի 1։ Հավանականությունները երբեմն արտահայտում են նաև տոկոսներով, այդ դեպքում պետք է լինի 0-ից մինչև 100, մենք արտահայտում ենք թվով, որը գտնվում է 0-ի եւ 1-ի արանքում, բոլոր տարբերակների գումարային հավանականությունը պետք է լինի 1։ Այսինքն, նկարագրում ենք բոլոր տարբերակները, յուրաքանչյուր տարբերակին տալիս ենք ինչ որ հավանականություն, այնպես որ գումարը լինի 1։ Բայց այս մեր գնդակները հանելու Արմեն ջան, շատ կներեք, որ խնդրեմ կարող եք չաթը ստուգել, կներեք էլի ընդհատելու համար։ Չաթը ներողություն waiting room-ում մարդ սպա կընդունեք, բայց ընդունեցի բոլորին էլ մարդ չկա։
Okay. Ուրեմն էինք ասել, տարբերակների մասին էինք խոսում, ուրեմն ոչ մի տարբերակ, ոչ մի հերթականություն ավելի հավանական չի, քան թե ուրիշը։ Հետևաբար այս բոլոր անելու հերթականությունները պետք է ունենան նույն հավանականությունը։ Ուրեմն ունենք 5 ֆակտորիալ տարբերակ, բոլորը պետք է ունենան նույն հավանականությունը, գումարը պետք է լինի 1։ Այսինքն այդ երկու պայմանից մենք եզրակացնում ենք, որ ցանկացած տարբերակ ունի, եթե գումարը պետք է լինի 1, ցանկացած տարբերակ ունի կամ տեղի է ունենում 1 բաժանած 5 ֆակտորիալ հավանականությամբ։ Ուրեմն մենք կառուցեցինք մեր հավանականային մոդելը։ Այսինքն մենք ասեցինք, որ ունենք այս տառերը արկղի մեջ, իրանց մենք կարող ենք անել 5 ֆակտորիալ, այսինքն 120 տարբեր եղանակով, ու այդ 120 եղանակից յուրաքանչյուրը ունի 1 բաժանած 120 հավանականություն։ Ուրեմն այս մեր հավանականային մոդելն է։ Հիմա նայենք, թե մեզ ինչ էր հետաքրքրում։ Մեզ հետաքրքրում էր n տարբերակները, որոնց դեպքում կստացվի կարագ բառը։ Հիմա որ դեպքում կստացվի կարագ բառը, դե ակնհայտ է, որ դեպքում կստացվի կարագ բառը, պետք է որ առաջի տառը լինի կն, երկրորդ տառը պետք է լինի a-ից 1-ը։ Եկեք դրա անուն դնենք կամ a1 կամ a2, a1 կամ a2, այսինքն երկրորդ տառի համար մենք ունենք երկու տարբերակ։ Երրորդ տառը պետք է լինի ռ-ն, չորրորդ տարբերակը արդեն ընտրություն չունենք։ Այս եթե a1 ընտրել ենք, պետք է լինի a2-ը, եթե a2-ն է ստեղ հայտնվել, լինում է a1, այսինքն էլի մի տարբերակ կա։ Ստեղ պետք է լինի ինչ որ մնացած ան։ Եվ 5-րդն էլ դե արդեն տարբերակ չկա, պետք է լինի g-ն։ Այսինքն ինչ ենք հասկանում։ Մենք հասկանում ենք, որ բոլոր հնարավոր տարբերակներից մենք ունենք ընդամենը երկուսը, որը տալիս է կարագ բառը։ Այսինքն մեզ հետաքրքրում է երկու տարբերակ։ Այսինքն մեզ հետաքրքրող բառը ստացվում է երկու տարբերակում։ Ստեղից կարող ենք գտնել մեր հարցի պատասխանը։ Հարցը որն էր։ Հարցը ասում էր, ինչ հավանականությամբ կստացվի կարագ բառը, եթե մենք պատահական ձևով այս 5 տառերը հանում ենք արկղից։ Ուրեմն ունենք երկու տարբերակ։ Յուրաքանչյուրի հավանականությունը 1 բաժանած 5 ֆակտորիալ։ Այսինքն, այս ինչ է ստացվում, հեշտությամբ հաշվում ենք, որ ստացվում է 1/60-րդ։ Այսինքն 1/60-րդ հավանականությամբ մենք ստանում ենք կարագ բառը։ Կոպիտ ասած 60 անգամ քաշելիս գոնե մի պարտադիր չէ որ ստացվի, բայց միջինում 1 անգամ կստացվի կարագ բառը։ Սրանով մեր խնդրելությունն ավարտվում է։ Արդյոք հարցեր կան մինչև հիմա արած մինչև հիմա քննարկած խնդիրների մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա ուրեմն ասենք հաջորդ թեմային։ Հաջորդ թեման հավանականությունն է։ Այսինքն մենք արդեն տեսանք այդ ինչ է նշանակում։ Փորձենք հիմա մի քիչ ավելի ֆորմալ ձևով անել։ Այսինքն մենք նկարագրում ենք, մենք քննարկում ենք ինչ-որ խնդիր։ Մեզ հետաքրքիր է, թե ինչ որ պատահույթներ, այսինքն ինչ դեպքեր, ինչ հավանականությամբ են տեղի ունենում։ Ինչ պետք է անել դրա համար, ինչ պետք է անել, այստեղ մենք արդեն տեսանք, որ պետք է նկարագրել բոլոր հնարավոր տարբերակները
ու յուրաքանչյուր տարբերակին տալ ինչ որ հավանականություն ելնելով խնդրի բովանդակությունից։ Այսինքն ստեղ մենք ասացինք, որ յուրաքանչյուր տարբերակ ունի 1 բաժնած 5 ֆակտորիալ հավանականություն, որովհետև ոչ մի պատճառ չկա, որ ինչ որ հերթականություն ավելի հավանական լինի, քան թե ուրիշ հերթականություն։ Ու քանի որ 5 ֆակտորիալ տարբերակ կա, ամեն մեկի հավանականությունը ստացվեց 1 բաժնած 5 ֆակտորիալ։ Հիմա պարտադիր չի, որ բոլոր տարբերակները ունենան հավասար հավանականություն, եթե մենք մեր խնդրի բնույթը ուրիշ է։ Ուրեմն այն հետևյալ խնդիրը պատկերացնենք նարդի ենք խաղում, հետևաբար ունենք 2 զար, այսինքն 2 խորանարդ, որոնց վրա գրված են թվեր 1-ից մինչև 6-ը, 1, 2, 3, մինչև 6-ը։ Ու 2 զարը գցում ենք միաժամանակ, ստանում ենք 2 թիվ։ Ինչ կարող է լինի այդ թվերի գումարը, քանի որ ամենափոքր թիվը 1-ն է, ամենամեծ թիվը 6-ն է, ուրեմն թվերի գումարը, ուրեմն ստացված թվերի գումարը ինքը չի կարող մեծ լինել 12-ից և չի կարող փոքր լինել 2-ից։ Ուրեմն միաժամանակ նետում ենք 2 զար, ստանում ենք 2 թիվ, թվերի գումարը կլինի 2-ից մինչև 12-ի արանքում։ Հիմա հարց, որքան է յուրաքանչյուր թվի հավանականությունը։ Այսինքն ինչքան է ստացված թվերի հավանականություն, ինչ հավանականությամբ ենք ստանում 2, 3 եւ այլն։ Հիմա այս խնդրում ճիշտ չէ լինի ասել, որ դե ունենք քանի տարբերակ 2-ից մինչև 12-ը կա 11 թիվ, յուրաքանչյուր թիվ ստացվում է 1 բաժանած 11-րդ հավանականությամբ։ Եթե նախորդ խնդրի պես ասենք, որ բոլոր տարբերակները նույն հավանականությունն ունեն, ապա կստանայինք ակնհայտորեն սխալ պատասխան։ Մի քանի անգամ կփորձենք, տեսնենք, որ տենց չի։ Հիմա ոնց կարող ենք այս խնդրում մենք ստանալ հավանականությունները։ Ուրեմն մենք ուզում ենք ստանալ հետևյալ հավանականություն, նշանակենք PK-ով։ PK-ով նշանակում ենք հավանականությունը, որ ստացել ենք K թիվը։ K թվի հավանականությունը։ Ուրեմն ոնց կարող ենք մոտենալ խնդրին։ Մենք ունենք 2 զար։ Եթե մենք 2 զար չենք գցում, այլ մի զար ենք գցում, ապա ոչ մի պատճառ չկա, որ թվերից մեկը ավելի հավանական լինի։ Նույն հավանականությամբ ստանում ենք 1-ը, 2-ը, 3-ը եւ այլն։ Այսինքն, եթե մենք նշանակենք K1-ով առաջի զարը նետելու արդյունքում ստացված թիվը, այսինքն այս թիվը կստացվի ինչ որ մի ամբողջ թիվ, եկեք նշանակումը ցնենք, երբ գրում եմ այս ձևով, այդ նկատի ունեմ, որ 1-ից մինչև 6 ընկած ամբողջ թվերն են։ Այսինքն այս նույն բանն է, ինչ որ ասեի 1, 2, 3, 4, 5 եւ 6։ Ուրեմն նետեցինք զարը, ստացանք ինչ որ մի թիվ 1-ից մինչև 6-ը, այսինքն ունենք 6 տարբերակ, մի զարի նետման համար մենք ունենք 6 տարբերակ, յուրաքանչյուր թիվ ստացվում է 1/6-րդ հավանականությամբ։ Ուրեմն յուրաքանչյուր թիվ ստացվում է 1/6-րդ հավանականությամբ։ Նույն բանը կարողացել երկրորդի համար։ Այսինքն եթե երկրորդ զառից ստացված թիվը նշանակենք K2-ով, ինքը էլի կլինի այս թվերի մեջ, ու երկրորդ զառն էլ 1-ից մինչև 6 թվերը տալիս է յուրաքանչյուրը 1/6-րդ հավանականությամբ։ Բայց քանի որ զարերը գցելուց մենք չենք էլ նայում, որը որի վրա է, կարելի ասել, որ մեկը մյուսից անկախ է տեղի ունենում։ Այսինքն
Մենք ունենում ենք քանի տարբերակ։ Առաջի զառի համար մենք ունենք 6 տարբերակ, երկրորդի համար մենք նույնպես ունենք 6 տարբերակ, այսինքն մենք ունենք գումարային 36 տարբերակ։ Ստեղ մենք տարբերում ենք, որ ասենք, եթե ստացել ենք 1-2, առաջի զառի համար 1, երկրորդի համար 2, կամ երկրորդի համար 1, առաջինի համար, երկրորդի համար 1, այո, առաջինի համար 2, այսինքն այս երկու ստացված տարբերակները մեզ համար տարբեր տարբերակներ են։ Ստեղ առաջինն է 1 եղել, ստեղ երկրորդն է 1 եղել։ Դրա համար մենք ստանում ենք 36 տարբերակ, ոչ թե ավելի քիչ։ Այսինքն կարող ենք պատկերացնել, որ զառերը մենք ներդնում ենք առանձին, սկզբից մեկը, հետո երկրորդը։ Այսինքն մեզ հետաքրքրում է ոչ թե պարզապես թվերը, այլ մեզ հետաքրքրում են կարգավորված զույգերը։ Այսինքն առաջ 1-2-ի եւ 2-1-ի մեջ տարբերություն կա, չնայած նույն թվերն են ստացվել, բայց մեզ համար կարևոր է որ զառն է տվել 1, որ զառը տվել 2։ Ուրեմն մենք ունենք 36 տարբերակ, այս դեպքում արդեն լրիվ բնական է, որ յուրաքանչյուր տարբերակին մենք տանք 1/36 հավանականությունը։ Այսինքն յուրաքանչյուր կարգավորված զույգ նկատի ունեմ թիվ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է սրանց մեջ, ու մենք տարբերություն ենք դնում 1-2-ի եւ 2-1-ի մեջ, այսինքն համարները կարևոր են։ Ուրեմն մենք ունենք այս տեսակ 36-ած զույգ եւ յուրաքանչյուր զույգին բնական է տալ 1/36 հավանականությունը, որովհետեւ ոչ մի պատճառ չկա, որ մեկը ավելի հավանական լինի, քան մյուսը։ Այդ դեպքում մենք արդեն կարող ենք հաշվել բոլոր մեզ հետաքրքրող զույգերի, այսինքն ինչ է նշանակում, Իրավի ինչ է սկսվել խնդիրը սկսվել էր հաշվել, թե ինչքան է PK հավանականությունը, այսինքն այս կան մեզ համար հիմա կընտրնի այս երկուսի գումարը, կան հավասար է K1 գումարած K2։ Այսինքն մենք ուզում ենք հաշվել, թե որքան է հավանականությունը, որ կստանանք K, հիմա կարող ենք հաշվել, որն է հավանականությունը, որ ստանանք 2, որպեսզի ստանանք 2, եկեք հավանականությունը այս սիմվոլով նշանակենք P, ինչ պետք է լինի, պետք է առաջինը լինի 1 եւ երկրորդը լինի 1։ Այսինքն մեզ հետաքրքրում է այ 1-1 զույգի հավանականությունը, բայց դեռ գիտենք, այդ 1/36 է, որտեղ ընդամենը մի զույգ է դրված այդտեղ։ Եկեք նայենք ինչ է ստացվում 3 ստանալու համար։ Ոնց կարող եմ 3 ստանալ։ Եկեք միանգամից այս զույգերով գրեմ, կամ առաջինը պետք է լինի 1, երկրորդը 2, կամ առաջինը պետք է լինի 2, երկրորդը 1։ Այսինքն մենք բոլոր ստացված տարբերակներից մեզ հետաքրքրում է միայն այս երկուսը, հետեւաբար հավանականությունը լինում է 2/36, այսինքն 1/18։ Եկեք ես հաշվեմ նաև 4-ը, մնացածը կթողնեմ ինքնուրույն անելու համար։ Ուրեմն երբ կարող ենք 4 ստանալ, կամ պետք է լինի 1-3, կամ պետք է լինի 2-2, կամ պետք է լինի 3-1։ Այսինքն բոլոր հնարավոր տարբերակներից մեզ հետաքրքրում է 3-ը, յուրաքանչյուր հավանականությունը 1/36 լինում է 3/36, այսինքն 1/12։ Եվ այլն, առաջարկում եմ ինքնուրույն հաշվել մնացած բոլոր թվերը, հեշտությամբ կարելի է հաշվել պարզապես բացահայտ նկարագրելով մեզ հետաքրքրող զույգերը, վերջում էլ ստուգելու համար պետք է գումարել, տեսնել, որ իրոք հավանականություն ստացվեց 1, այսինքն հաշվում ենք մինչև 12-ը, Կելուս 12-ի հավանականությունը էլի հեշտ է հաշվել, ստացվում է 1/36, քանի որ երկուսն էլ պետք է 6 լինեն։ Թվերի գումարը պետք է ստացվի 1։ Արդյոք կան հարցեր այս կանի մասին։ Շատ լավ, եթե հարցեր չկան, անցնենք մի քիչ ավելի բարդ թեմայի, ուրեմն պատահական զբոսանք ուղի վրա։
Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Նայում ենք ուղեղը, մեզ հետաքրքրում է միայն ամբողջ կետերը, հարցը հետևյալն է, ինչ է տեղի ունենում, ասենք սկսում ենք 0 պահին 0-ի կետում ենք, ամեն վայրկյան կամ գնում ենք աջ, կամ գնում ենք ձախ։ Այսինքն առաջի վայրկյանը մենք կարող ենք լինել կամ -1 կետում, կամ 1 կետում։ Երկրորդ վայրկյանին, եթե ասենք առաջին ու մեկին էինք հասել, կամ կարող ենք գնալ երկրորդ կետը, կամ կարող ենք վերադառնալ ստեղ։ Երրորդ վայրկյանին, եթե ասել ենք ստեղ, կամ կլինենք ստեղ, կամ գանք ստեղ եւ այլն։ Ուրեմն հարցը հետևյալն է. Օրինակ կարող ենք սենց ձևակերպել, ինչ հավանականությամբ n պահին կլինենք K կետում։ N պահին n-ը ցանկացած բնական թիվ է, եկեք բնական թվերը նշանակեմ մեծատառ n-ով, այսինքն մեծատառ n-ով ես նշանակում եմ 1, 2, 3 եւ այլն թվերը։ Ուրեմն 0 պահին ես գտնում եմ 0-ին, այդ հաստատ գիտեմ, 0-ից եմ սկսել։ 1 պահին արդեն հաստատ չգիտեմ, կամ 1-ում եմ, կամ -1-ում եւ այլն։ Ուրեմն ինչ հավանականությամբ n պահին կլինենք K կետում։ Այսինքն այս հարցի մեջ մենք պետք է նաև կառուցենք մեր հավանականային մոդելը։ Ուրեմն մի հատ նորից որն է խնդիրը։ Մենք գտնվում ենք 0 կետում։ Առաջի պահին, 1 վայրկյան հետո մենք առանց երկար մտածելու կամ գնում ենք աց, կամ գնում ենք ձախ։ Այսինքն որևէ ուղղության մենք առավելություն չենք տալիս։ Կամ գնում ենք աջ, կամ գնում ենք ձախ։ Հասանք 1 կետին, երկրորդ վայրկյանին մենք էլի չենք մտածում, որ կողմ ուզեցանք այդ կողմ գնում ենք, ոչ մի առավել մեկ կամ մյուսից ավելի հավանական չի։ Հիմա հարցը այն է, թե որտեղ կլինենք n պահին։ Ուրեմն եկեք մեր կոորդինատը n պահին նշանակենք x-ով։ Կոորդինատը n պահին։ Հիմա երկու դիտարկում միանգամից կարող ենք անել։ Քանի որ ամեն անգամ մենք կարող ենք գնալ ընդամենը 1 միավոր, կամ աջ կամ ձախ, ապա կարող ենք ասել, որ ցանկացած n-ի համար 0-ն էլ կարող ենք վերցնել, xn-ը պատկանում է -n հատվածին։ Հիշեցնեմ, որ -n այս կրկնակի փակողով և բացող փակ ձերով ես նկատի ունեմ միայն ամբողջ թվեր, այսինքն -n-ից սկսվում է և գնում է մինչև n-ը։ Ուրեմն ցանկացած n պահին ես կարող եմ գտնվել այս կետերից որևէ մեկում։ Այս ակնհայտ է, որտեղ ամեն անգամ ես կարող եմ գնալ 1 միավոր։ Հետևաբար, եթե միշտ աջ գնամ կգտնվեմ n կետում, եթե միշտ ձախ գնամ կգտնվեմ -n կետում։ Դրանից ավելի հեռու գնալ չեմ կարող։ Երկրորդ դիտարկումը այն է, որ ես զույգ պահերին, եթե n-ը պատկանում է, եկեք պայմանականորեն սենց գրեմ, կամ լավ բառերով գրեմ, եթե n-ը զույգ է, ապա xn-ն էլ է զույգ։ Եվ եթե n-ը կենտ է, ապա x-ն էլ է կենտ։
Այս առաջինը արդեն քննարկեցինք, երկրորդը էլի պարզ է, որովհետև ամեն անգամ քայլ անելիս թվի զույգ եւ կենտ լինելը փոխվում է։ Եթե զույգ էր դառնում է կենտ, եթե կենտ էր դառնում է զույգ։ Այսինքն եթե մենք զույգ թվով քայլեր անենք, կմնանք զույգերի մեջ, եթե կենտ թվով քայլեր անենք, կլինենք կենտերի մեջ։ Հիմա հարցը տերալն էլ թե ոնց հաշվենք այս մեր հավանականությունները։ Ուրեմն նախորդ խնդիրներից ելնելով ինչ պետք է փորձենք անել։ Մենք պետք է փորձենք նկարագրել բոլոր հնարավոր հետագծերը ու եթե պատճառ չկա, որ մի հետագիծը լինի ավելի հավանական, քան մյուսը, պետք է բոլորին տանք նույն հավանականությունը։ Եկեք փորձենք այդ անել։ Ուրեմն եկեք հորիզոնական վերցնենք ժամանակը։ Ուրեմն այս մեր ժամանակն է։ Եվ ուղղայած դնենք մեր դիրքը։ Ուրեմն 0 կետում մենք սկսել ենք 0 կետից։ Ուրեմն մեկ պահին ես կարող եմ դնել կամ 1 կետում կամ -1 կետում։ Երկու պահին ես կարող եմ դնել կամ 2 կետում կամ 0 կետում կամ եթե ստեղ էի գնացել -1 կետում։ 3 պահին ուրեմն ես կարող եմ գնալ ստեղից, այսինքն որտեղ կարող եմ դնել, կամ կարող եմ դնել 3 կետում, ուրեմն ես եկեք գրեմ ստեղ, ուրեմն 1, 2, 3, այս 0 կետներ, -1, -2, -3, ուրեմն 3 պահին ես կարող եմ դնել կամ 3 կետում, կամ 1 կետում, կամ -1 կետում, կամ -3 կետում, 4 պահին կլնեմ ստեղ 4, 2, 0, -2 և -4։ Հուսով եմ հասկանալի է ինչ է տեղի ունենում։ Հիմա եկեք փորձենք հաշվել, թե քանի տարբերակով մենք կարող ենք հասնել այս կետերից յուրաքանչյուրը։ Ուրեմն կարմիրով գրելու եմ յուրաքանչյուր կետի կետ բերող հետագծերի թիվը։ Ուրեմն եթե մենք 0-ում ենք, ապա 1 կետ կարող ենք գնալ մի եղանակով և -1 կետ կարող ենք գնալ 1 եղանակով, ընդհանրապես 0-ից թռնում ենք -1։ Հիմա երկրորդ պահին մենք ունենք արդեն 3 տարբերակ, 2-ը, 0-ն և -2-ը։ Ուրեմն քանի եղանակով մենք կարող ենք հասնել 2 կետ, քանի եղանակով կարող ենք հասնել ստեղ։ Եղանակներ շատ չունենք, մենք պետք է ստեղ այ հասնենք առաջի քայլին ու երկրորդ քայլին էլի պետք է գնանք դեպի աջ։ Այսինքն այս ուղղությամբ մենք կարող ենք այսինքն ստեղ մենք կարող ենք գալ մի եղանակով։ 0 կետ մենք կարող ենք հասնել 2 եղանակով, կամ եկել ենք ստեղ ու հետո գնացել ենք դեպի ձախ, կամ առաջի քայլին գնացել ենք դեպի ձախ, հասել ենք -1 կետը, ես չգիտեմ ինչի ստեղ -1 գրեցի, պարզապես 1, կամ առաջի քայլին գնացել ենք դեպի ձախ և երկրորդ քայլին գնացել ենք դեպի աջ, այսինքն ստեղ մենք կարող ենք հասնել 2 եղանակով, մի հատ ստեղից, մի հատ էլ ստեղից։ -2 կետ էլի մի եղանակ կա, պետք է 2 անգամ գնանք դեպի ձախ։ Ուրեմն երրորդ պահին ինչ է տեղի ունենում, որպեսզի մենք լինենք 3 կետում, մենք նախորդին պետք է լինեինք 2 կետում, իսկ ստեղ գալու համար մենք ունենք ընդամենը մի տարբերակ, ստեղ գրած է 1, նշանակում է ստեղ գալու համար մենք ունենք մի տարբերակ։ 1 կետ ոնց կարող ենք գալ, կամ մենք գնացել ենք, մենք եղել ենք կամ 2 կետում երկրորդ պահին, կամ եղել ենք 0 կետում երկրորդ պահին։ Ուրեմն երկրորդ պահին 1 կետում լինելու հետագծերը տարբերակները շատ չեն, ընդամենը մի տարբերակ կա։ Ստեղ լինելու համար մենք ունենք 2 տարբերակ։ Հետևաբար ստեղ գալու համար մենք ունենք մի հատ ստեղից և 2 տարբերակ էլ ստեղից։
Այսինքն ստեղ լինում է 3։ Նույն պատճառով կարող ենք ասել սիմետրիայից ելնելով ստեղ էլ պետք է լինի 3, որովհետև լինել 1 կետում կամ լինել -1 կետում ոչ մի տարբերակ չկա։ Այդ նույն ուղին մենք կարող ենք հակառակ կողմից նայել, այդ դեպքում 1-ը կդառնա -1, -1-ը 1։ Ու նույն պատճառով ստեղ կլինի 1։ Հիմա նայում ենք 4-րդ պահը ու հետո արդեն կլինի ակնհայտ, թե ոնց պետք է կառուցել մնացած տարբերակները։ Ուրեմն ստեղ 4 գալու, այստեղ կետը գալու համար մենք պետք է նախորդ պահին լինեինք 3 կետում, այսինքն ստեղ գալու համար մենք ունենք մի տարբերակ։ Որպեսզի լինենք 2-ում, մենք պետք է լինեինք նախորդ պահին կամ ստեղ, ստեղ ունեինք մի տարբերակ, ստեղ ունեինք 3 տարբերակ, հետեւաբար ստեղ կունենանք 4։ Ուրեմն որպեսզի լինենք 0, պետք է գանք ստեղից կամ ստեղից, ամեն անգամ մենք ունեինք 3 տարբերակ, հետեւաբար ստեղ կունենանք 6 տարբերակ։ Եվ ելի նույն պատճառով ստեղ 4, ստեղ 1։ Այսինքն ինչ է տեղի ունենում, յուրաքանչյուր պահին տարբերակների թիվը հաշվելու համար մենք պետք է վերցնենք նախորդ պահին համապատասխան կետերը, ասենք 4-ը հաշվելու համար մենք վերցնում ենք նախորդ պահին համապատասխան կետերը ու գումարում ենք սա, գումարած սա։ Այսինքն այս պարզ դատողություններով մենք հասկացանք, թե քանի տարբերակ կա յուրաքանչյուր, ոնց կարող ենք սկզբունքորեն հաշվել, թե յուրաքանչյուր կետ գնալու համար քանի տարբերակ կա։ Դեռ մենք պատասխանը չգիտենք, բայց գոնե կարող ենք ծրագիր գրել։ Այսինքն ցանկացած եթե ծրագրավորման ինչ որ լեզվի տիրապետում եք, հեշտությամբ կարող ենք ծրագիր գրել, որը ցանկացած պահին կարող է հաշվել բոլոր տարբերակների քանակը։ Պետք է վերցնել նախորդ յուրաքանչյուր պահի համար պետք է վերցնել նախորդ պահի բաշխումը ու գումարել զույգ տարբերակների թիվը։ Իմիջիայլոց, որովհետեւ ստուգենք, որ ճիշտ ենք հաշվել, եկեք գրենք, թե ընդհանրապես քանի տարբերակ կա։ Ուրեմն 0 կետում մենք տարբերակ չունենք, այսինքն մի տարբերակ կա, հենց 0-ի մենք։ Երկրորդ պահին մենք ունենք 2 տարբերակ։ Ուրեմն երկրորդ պահին մենք ունենք 2 տարբերակ։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ։ Ուրեմն երրորդ պահին, մի րոպե, չէ, երկրորդ պահին չէր, այս առաջի պահին ունենք 2 տարբերակ։ Երկրորդ պահին մենք ունենք քանի տարբերակ։ Ամեն անգամ մենք կարող ենք գնալ աջ կամ ձախ։ Այսինքն ամեն անգամ տարբերակների թիվը կրկնապատկվում է, այսինքն երկրորդ պահին մենք ունենանք 2-ի քառակուսի տարբերակ։ Երրորդ պահին մենք ունենանք 2-ի խորանարդ տարբերակ, այսինքն ստեղ ստացվում է 4, ստեղ ստացվում է 8 եւ այլն։ Այսինքն n-րդ պահին մենք ունենանք 2-ի n-աշճան տարբերակ։ Պարզապես որպեսզի համոզված լինենք, որ ճիշտ ենք հաշվել, եկեք հաշվենք այս բաների գումարը։ Տեսնենք ինչ է ստացվում։ Օրինակ 4-ի համար մենք ունենք 1 գումարած 4 5, ստեղ էլ 1 գումարած 4 5 եղավ 10, այս էլ հետը 16։ Այսինքն մենք ստեղ հաշվել ենք 16 տարբերակ եւ իրոք 2-ի 4 աշճանը հավասար է 16-ի։ Հիմա դեռ չենք կարող հաշվել հավանականությունները, քանի որ մենք ստացանք ալգորիթմ, թե ոնց հաշվենք տարբերակների թիվը։ Հիմա յուրաքանչյուր հետագից, այսինքն եթե մենք ինչ որ ձևով գնացինք, ասենք սենց, յուրաքանչյուր հետագից պետք է ունենա նույն հավանականությունը, այսինքն 4-րդ պահին մենք 4/16-րդ հավանականությամբ հայտնվում ենք ստեղ, 1/16-րդ ստեղ, 6/16-րդ ստեղ եւ այլն։ Բայց դեռ մենք բանաձև չունենք ընդհանուր դեպքը հաշվելու համար։
Դրա համար մի քիչ ձևափոխենք խնդիրը, որ ավելի հեշտ լինի մաթեմատիկորեն ստանալ բանաձև։ Ուրեմն նշանակենք c m n-ով, ուրեմն n-ը մեր ժամանակն է, m-ը հիմա կասեմ ինչն է, ուրեմն c m n-ով նշանակում են նաև հետևյալ ձևով, n-ից m հատ, պարզապես այս պահին դրանք սրանք դեռ սիմվոլներ են, ուրեմն n երկարության հետագծերի թիվը n երկարության այն հետագծերի թիվը որոնց մեջ կա ուղիղ m քայլ դեպի աջ։ Ուրեմն մենք պատահական գնում ենք ուղի վրա, n քայլից հետո մենք ինչ որ քանակությամբ քայլ արել ենք դեպի աջ։ Ուրեմն այս CNM-ը հենց այդ է։ N քայլի ընթացքում մենք աջ գնացել ենք m անգամ։ Իմանանք ոնց կարող ենք այս մեր այս գրաֆիկից ելնելով CNM-ի գրաֆիկ կառուցենք։ Ուրեմն սա թող լինի մեր m-ը, սա էլ ինչպես առաջ n-ը։ Ուրեմն 0 պահին մենք գտնվում ենք ստեղ, դեռ քայլ չենք արել։ Եկեք պայմանավորվենք, որ մենք ասում ենք, որ մենք ունենք մի տարբերակ սրան։ Այսինքն այս մեր CN0-ն էր։ C00-ն էր։ C00-ն ըստ սահմանման հավասար է 1-ի։ Հիմա մեկ պահին նայում ենք ստեղ, մենք ունենք մի տարբերակ, երբ գնացել ենք մի հատ աջ, և էլի մի տարբերակ, երբ 0 անգամ ենք գնացել աջ։ Այսինքն ստեղ ես ունենում եմ մի տարբերակ, ստեղ ես ունենում եմ մի տարբերակ, կարմիրով է ուզում, և մի անգամ աջ գնալու էլի մի տարբերակ ունեմ։ Երկրորդ պահին ինչ է տեղի ունենում, երկրորդ պահին, ուրեմն այս m-ն է, որպեսզի լինի 0, երկու անգամ պետք է ձախ գնամ, այսինքն ստեղ ունեմ էլի մի տարբերակ։ Մի անգամ աջ գնալու ես ունեմ երկու տարբերակ։ Սա համապատասխանում է սրան։ Այսինքն ստեղ ես ունեմ երկու տարբերակ։ Եվ երկու անգամ աջ գնալու ես էլի ունեմ մի տարբերակ։ Այսինքն այս երկու տողից մենք ստանում ենք հետևյալը, որ C առաջի պահին ունենալ 0 աջ քայլ հավասար է 1-ի և առաջի պահին ունենալ 1 աջ քայլ հավասար է էլի 1-ի։ Եթե մենք նայում ենք երկրորդ պահին ինչ է տեղի ունենում, 0 աջ քայլ ունենալու տարբերակները մի հատ է, 1 աջ քայլ ունենալու տարբերակը 2 է, և 2 աջ քայլ ունենալու տարբերակների թիվը էլի 1 է։ Այսինքն մի քիչ մտածելուց հասկանում ենք, որ մեր այս գրաֆիկը պարզապես ստացվում է նրանից ինչ որ կար ստեղ, այս ներքևի թվերը վերև բարձրացնելով։ Այսինքն էլի նույն սկզբունքով ենք կառուցում, ցանկացած տեղում թվերը դնելու համար մենք վերցնում ենք նախորդ թվերը և գումարում ենք։ Պարզապես ամենածայրին մենք ունենք ընդամենը մի տարբերակ ստեղ հասնելու, այսինքն ստեղ լինում է 1,
S կետում լինում է S2-ի գումարը 3, S կետում լինում է S2-ի գումարը, այսինքն էլի 3, եւ վերջի կետում լինում է միայն սա, այսինքն 1։ Հաջորդը լրիվ նույն ձևով, այսինքն եկեք մի հատ նախորդի բանը գրենք, ստացվեց, որ C3-ը 0 աչքայել լինելու համար ունենք մի տարբերակ, 1 աչքայելի համար ունենք 3 տարբերակ, 2 աչքայելի համար ունենք 3 տարբերակ եւ 3 աչքայելի համար ունենք 1 տարբերակ։ Եկեք հաջորդն էլ գրենք, հետո մենք փորձենք ինչ որ բանաձևեր գրել այս սրանց համար։ Ուրեմն ստեղ ունենք 1, ես պարզապես օգտագործում եմ սկզբունքը, որ մենք հասկացել ենք այս նախորդ բանաձևից, որ պետք է յուրաքանչյուր թիվ գրելու համար պետք է երկու թվերը գումարենք իրար, պարզապես պետք է սխալվել իմանալ որ թվերը գումարել, ուրեմն ամեն անգամ պետք է գումարել սրան, եթե ասենք ուզում ենք գտնել ստեղած թիվը, պետք է գումարենք նրա նույն մակարդակի վրա եւ նախորդ մակարդակի վրա գտնվող թիվը։ Ուրեմն ստեղ ստացվում է 4, ստեղ ստացվում է 6, ստեղ ստացվում է էլի 4 եւ էլի 1։ Այսինքն կարող ենք պատկերացնել, որ մնացած բոլոր տեղերը 0-ներ են։ Այդ դեպքում պետք է գումարել նույն մակարդակի եւ նախորդ մակարդակի թիվը։ Կարող ենք հաջորդն էլ գրել, օրինակ ինչ կստացվի։ Ուրեմն ստեղ ստացվում է 1, ստեղ ստացվում է 5, 10, մի հատ էլ 10, 5 եւ 1։ Ուրեմն երկու դիտարկում կարող ենք անել։ Ուրեմն ստեղ հիշեցնեմ, որ NM դիրքում, եթե սա n էր, եւ սա m էր, ապա ստեղ մենք գրում ենք C n m թիվը։ Քանի տարբերակ կա, որ n քայլից հետո մենք արել ենք m աչքայլ։ Ուրեմն ինչ ենք նկատում։ Այս մեր ալգորիթմից հետևում է հետևյալը։ Եկեք ձեռակերպենք թեորեմի տեսքով։ Թեորեմ։ Ուրեմն երկու կետ։ Ցանկացած n ամբողջ թվի համար եւ ցանկացած m-ի համար, որը գտնվում է որտեղ 0-ից m, 0-ից n, ունենք հետևյալը, որ եթե վերցնում ենք c n m-ը, ոնց է ստացվում c n m-ը, պետք է վերցնենք նախորդը, որը գտնվում է կամ նույն մակարդակի վրա, կամ մի հատ ավելի ներքև։ Ընդ որում, եթե ստեղ ինչ որ միտեղ ստացվում է, ասենք ստեղ ստացվում է 0-ից փոքր թիվ, ապա մենք վերցնում ենք 0։ Ուրեմն առաջի եզրակացությունն էր։ Երկրորդ եզրակացությունը մենք ստեղ հասկացանք, որ կա երկուսի n աստիճան հետագիծ յուրաքանչյուր n-ի համար։ Երկուսի n աստիճան տարբեր ձևերով կարող են գնալ ու այդ բոլոր ձևերը ներառված են այս թվերի մեջ, որտեղ m-ը փոխվում է 0-ից n։ Այսինքն, եթե վերցնում ենք այս մեր բոլոր թվերի գումարը cn0 գումարած cn1 գումարած եւ այլն, գումարած cn n, ուրեմն ես կօգտագործեմ նաեւ այս սիմվոլը, գումարի սիմվոլը, գումար m-ը հավասար է 0-ից n, cn m-ը, ապա սա հավասար է 2-ի n աստիճան։ Շատ լավ, այս քիչ թե շատ այս թեորեմը մենք ապացուցեցինք, այսինքն ավելի մանրամասն չեմ ուզում ասել սրա մասին։ Մի հատ ուղղակի պետք է նորից ֆիքսենք, որ CNM-ը այդ n հետագծերի թիվներ, n երկարության, որոնց ընթացքում մենք արել ենք m աչքայլ։
Հիմա կարող ենք հաշվել արդեն, ուրեմն եթե մենք նշանակենք xn m-ով կոորդինատը, երբ մենք արել ենք m աչքայլ, ապա սա ինչի հավասար կլինի։ Ուրեմն ամեն անգամ աչքայլ անելուց մենք m ավելացնում ենք մեր կոորդինատին եւ մնացած բոլոր դեպքերում ամեն անգամ աչքայլ անելուց մենք 1 ենք ավելացնում, այսինքն եթե արել ենք m աչքայլ, մեր կոորդինատը m-ով կավելանա, մնացած դեպքերում մենք 1-ով փոքրացնում ենք, այսինքն պետք է անենք քանի հատ է մնում n հանած m ձախքայլ ենք արել, այսինքն ստացվում է 2m հանած n։ Ուրեմն մեր կոորդինատը n պահին, եթե մենք արել ենք m աչքայլ, հավասար է 2m հանած n-ի, որտեղ ամեն անգամ աչքայլ անելիս մեր կոորդինատը 1-ով ավելանում է, ամեն անգամ ձախքայլ անելիս մեր կոորդինատը 1-ով փոքրանում է։ Արել ենք m աչքայլ եւ n հանած m ձախքայլ, հետեւաբար կստացվի սա 2m հանած n։ Հիմա հավանականությունը, որ մենք n քայլից հետո, ուրեմն եկեք նշանակենք pn-ով, հավանականությունը, որ n քայլից m-ը գնացել ենք ձախ, գնացել ենք աջ, այսինքն n-ից m աջ քայլ ենք արել, այդ դեպքում մենք գիտենք, որ եթե n-ից m աջ քայլ ենք արել, ապա մենք գտնենք 2m հանած n կետում։ Հիմա հավանականությունը սրա pn-ի, այսինքն m աչքայլի հավանականությունը, մենք արդեն գիտենք, որ քանի որ բոլոր հետագծերը ունեն նույն հավանականությունը, ուրեմն իրանք թիվը հավասար է 2-ի n աշճան, այս արդեն մենք հասկացել էինք, իսկ քանի տարբերակ կա m աչքայլ անելու, մենք դեռ չգիտենք, բայց մենք գիտենք, որ այդ հավասար է cn m-ի հետ մենք նշանակել ենք cn m-ով։ Այսինքն, որպեսզի հասկանանք, թե որն է սրա հավանականությունը, մենք պետք է կարողանանք հաշվել cn-ը։ Այդ մենք երևի կանենք հաջորդ անգամ։ Այս անգամ եւս մի բան ավելացնեմ, ուրեմն եկեք նշանակենք xn գծիկով միջին կոորդինատը, միջին տեղափոխությունը։ Այսինքն ինչ նկատի ունեմ միջին տեղափոխություն ասելով, եկեք պարզապես բանաձև գրեմ։ Ուրեմն ես վերցնում եմ հավանականությունը, որ արել եմ 0 աչքայլ եւ բազմապատկում եմ համապատասխան կոորդինատով, այսինքն x n 0։ Հետո վերցնում եմ հավանականությունը, որ արել եմ 1 աչքայլ եւ բազմապատկում եմ համապատասխան կոորդինատով x n 1 եւ այլն, եւ սենց գնում եմ մինչեւ pn անգամ x n n։ Ուրեմն ես վերցրեցի բոլոր հնարավոր տարբերակները 0 աչքայլ, 1 աչքայլ եւ այլն մինչեւ n աչքայլ եւ բազմապատկեցի դրանք համապատասխան կոորդինատներով, այսինքն 0 աչքայլի դեպքում ես եկել եմ x-n 0 կետը, այսինքն մինուս n, 1 աչքայլի դեպքում եկել եմ 2 մինուս n կետը եւ այլն։ Ուրեմն mēs կանվանենք միջին տեղափոխություն, այսինքն ամեն անգամ տեղափոխությունը սա է x-n 0, x-n 1, x-n n, յուրաքանչյուր տեղափոխություն բազմապատկում եմ համապատասխան հավանականությամբ, ստանում եմ միջին տեղափոխությունը։ Ուրեմն ես կարող եմ գրել նաև օգտագործելով գումարի նշանը, ես հավասար է գումար m-ը հավասար է 0-ից n, վերցնում եմ հավանականությունը pnm եւ բազմապատկում եմ համապատասխան կոորդինատով xn m-ով։ Ուրեմն այս միջին տեղափոխությունն էր։ Հիմա քանի որ ամենին սիմետրիկ է,
Մենք նույն հավանականությամբ ամեն անգամ գնում ենք աճ եւ ձախ։ Մենք կարող ենք ենթադրենք, որ ճիշտ է հետևյալ թեորեմը։ Թեորեմ, որ ցանկացած n բնական թվի համար միջին տեղափոխությունը հավասար է 0-ի։ Որտեղ ոչ մի պատճառ չկա, որ ինքը լինի դրական կամ բացասական, ամենից սիմետրիկ է։ Նույն հավանականությամբ ես գնում եմ աճ եւ ձախ, ամեն անգամ ունեմ այդ երկու տարբերակները։ Այս պահին ես չենք կարող ապացուցել համար մենք պետք է հասկանանք, թե ինչի են հավասար այս C mn թվերը։ Բայց դա կանենք հաջորդ անգամ։ Արդյոք կան հարցեր։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը։ Տեսություն բոլորին։